Ջավախյան ձմեռը կարծես չի ուզում նահանջել։ Մարտ ամսի կեսերն ենք, բայց արի ու տես, որ բնակիչները ստիպված են ձմռան հավասար տաքացնել բնակարանները։ Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի մարտ ամսին եղանակը լավ օրեր չի խոստանում։ Ձյան հետ գրանցվում են նաև սառնամանիքներ։ Բաքսիկը վառեն, դորմի ժողովուրդը բաքսիկը վառեն։ Ուրիշտեղ արդեն ներսը բաստև գբետին դաները տակ, այստեղ մարոզի տակ ենք մենք։ Բաքսովա գիտեք որ ինչքան փող է գարե բաքսի։ Եթե մեծ բլոշադը իրեն տունը 300-ից պակաս չի լի։ Բայց աշխատանք չունի, ռոջիկ չունի, ուզդիստի փագը ինչպես ինչ դիենը չի դեմի։ Մանավանդ մեծահասակների համար անգամ փողոցով քայլելն է դժվար։ Ինչպես արտահայտվեց Տիկին Լուսիկը, քայլելը շատ դժվար է։ Բացի եղանակային պայմանների հետ կապված աղսերից, այսպիսի եղանակին անհնար է դուրս գալ փողոց։ Եղանակը շատ վատ է, չելփշիկ, տորի վարեգա հոգիս է լավ, անտանելի է, ծախսերը շատ է, գազերը շատ կվարի, կոմունալները հազիվ կհասցնիք մուծել է, մենք պենսիոներ կա կյանիք եմ ես, փեթով կոմունալ կմոծի, մեր ինձ քանիմ կապեք կմեն աշտեդով է յոլա կեշտամ, բայց ես էլի շնորհակալ եմ ամեն ինչին, ինչսիմ, պետությունը մեզի շատ լավ պահեկ է, մեր եղանակը միշտ այսպես է, միշտ, մենք լավ եղանակ չենք տեսնի հեչ, հայմի ապրիլին է արդեն անձրևները կեսկսվի, մայիսյոսը կեսկսվի, են ժամանակ է թոներուն ու ես ինչ գիտեմ, ժաղմուրտում մեջ էլի, այդպես կաբրինք շտը յոլա կեշտանք, ինչսիմ, Տղա ջան, ծախսերը շատ են, անոտ վիշ ջուր է եղե արդեն, ճոջակ է, ինչ են իմ։ Դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսները գիտենք, որ ձմռան ամիսներ են ու պարտավոր ենք բնակարանները տաքացնել անկախ գումարի չափից, բայց արի ու տես, որ մարտն էլ անպակաս չի մնում։ Այսօր մարտի 15-ն է, սակայն ձմեռը չի ուզում նահանջել, դրսում կրկին ձյուն է գալիս, իր հետ բերելով սառնություն եւ որոշակի խնդիրներ։ Քանի որ դրսում կրկին ձմեռ է, ձմռան սառնություն, մենք կրկին պետք է տաքացնենք տներս ու ձմեռվա չափ, համարյա ձմեռվա չափ պետք է ծախսանենք, որպեսզի այս ամիսների տակից դուրս գանք։ Սակայն ասեմ, որ նման եղանակը մեզ համար նորություն չէ, մեզ մոտ մինչև մայիս ամիս նման եղանակ է, ձյուն է գալիս, լինում են բուկ, բորան ու տաքություն կարող ենք սպասել միայն հունիս ամսին։ Դեկտեմբեր հունվար ամիսներին մոտավորապես մոտ 200 լարի չափ գազ ենք վառել, լույսը այդքան շատ չէ, տաքացնում ենք գազով, բնական գազով։ Հույս ունենանք, որ այս տարի կլինի բացառություն եւ գարուն ավելի շուտ կգա, շուտ կտաքանա եւ մենք որոշակի գումար կկարողանանք տնտեսել։ Ջավախյան գարունն սկսվում է ոչ ճիշտ ժամանակին։ Ինչպես ասում էին մեր տատիկները, հնով փետրվարը պիտի անցնենք, որ օրերը տաքանան, բայց արի ու տես, որ այն էլ անցավ, իսկ մեր մոտ դեռ ձմեռ է։